Հանդիպման վայրը Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց, շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Այստեղ ամեն պահ հիշարժան է։ 20 տարի առաջ մեր այսօրվա հյուրը New Age էսթետիկ կենտրոնի հիմնադիր պոդոլոգ Կարինե Մուրադյանը մտավ գեղեցկության աշխարհ, նպատակ դնելով միաձուլել գեղեցկությունն ու առողջությունը։ Այսօր նրա կենտրոնը ոչ միայն հաղթահարել է ժամանակի քննությունը, այլև զարգացել, դնելով շատ բարձր նշաձող։ Մեր այսօրվա տոնական մարտիության եթերին մենք մի գավաթ սուրճի շուրջ նրա հետ կզրուցենք հաջողության, բիզնեսի, գեղեցկության եւ կնոջ ուժի մասին։ Բարև ձեզ Կարինե ջան։ Բարև ձեզ նայարաջ։ Շատ շնորհակալություն, որ դուք ընդունեցիք Armenia Marriott հյուրանոցի այս սիրուն անկյունում միասին սրճելու իմ հրավերը։ Սիրով։ Մանավանդ որ օրը տոնական է, այսօր մարտի 8-ն է, ինչի համար շնորհավորում եմ ձեզ ինձ եւ աշխարհի բոլոր կանանց, բայց այսօր ձեր համար օրը կրկնակի տոնական է, որովհետև 20 տարի առաջ տնտեսագետը որոշեց, որ պետք է մտնի գեղեցկության ինդուստրիա, ընտրելով պոդոլոգիան, ինչի համար։ Նախ ես եմ շնորհավորում բոլորիս, գեղեցիկ կանանց, մայրերին, աղջիկներին, իրականում կինը շատ հրաշք էակ է իմ կարծիքով, թող բոլորը երջանիկ լինեն։ Ինչ վերաբերում է մասնագիտությանս, առաջի իսկ քայլերը, երբ որ ես սկսեցի ոչ պոդոլոգ, այլ ուղղակի բյութի ոլորտում աշխատող մատնահարդար, ոտնահարդար, դա 2005 թվականն էր, ավելին ասեմ, դա ես որպես հոբի եմ ընտրել սկզբում։ Բավականին պրպտումներից հետո մի քանի մասնագիտություններ փորձելուց հետո, ինչու համար, որտեվ ես փոքրիկներ ունեի, դեռ երեխաներս փոքր էին, մտածում էի զբաղվել մի բանով, որ չխանգարի իրենց դաստիարակությանը, որ զբաղվեմ իրենցով, իրենց դպրոց, մանկապարտեզ առօրյան չխանգարվի։ Ինչևէ, ես որոշեցի զբաղվել մատնահարդարությամբ ու տան պայմաններում, իդեպ։ Այն ժամանակ ընդունված էր դեռևս տանը ունենալ կաբինետ, մի փոքրիկ անկյուն, որտեղ որ ես զբաղվում էի իմ սիրած գործով։ Ու այդպես շուրջ 5 տարի իդեպ։ Հետո քայլերս ավելի ոնց որ լայնացրեցինք, տեղափոխվեցի գեղեցկության սրա Մարավիլա անունով, մինչ այսօր ինքը գործում է, ես շատ շնորհակալ եմ իմ գոլեգաներից ու իմ տնօրենից, որը միակն էր իմ կյանքի տնօրենը։ Իդեպ քաղաքի լավագույն գեղեցկության սրահներից է եւ այնտեղ էր աշխատում նաեւ իմ վարսահարդարը Վիկտորը։ Այո, իդեպ 11 թվականին, երբ որ ես ընդունվեցի Մարավիլա աշխատանքի, Վիկտորը դեռ մեզ հետ աշխատում էր։ Ես շատ տաքուկ զգացողություններ ունեմ Մարավիլայի հետ կապված, իմ ավելի ճանաչելիությունը ես ձեռք բերեցի հենց սալոնում, որովհետև այնտեղ արդեն ավելի լայն, ավելի քաղաքը սկսեց ճանաչել, այսպես ասած, ինձ որպես մասնագետ։ Այ ինչպիսին էր այն ժամանակ պոդոլոգիական ծառայությունների շուկան եւ ինչպես է այն փոխվել տարիների ընթացքում։ Տարիներ առաջ կոնկրետ Երևանում պոդոլոգիա տերմինը ընդհանրապես չէր էլ օգտագործվում։ Քայլերով, մեր մասնագիտական ավելի ձեռքբերումներով մենք հասանք դրան, որ այսօր Երևան քաղաքում կան շատ լավ մասնագետներ, պոդոլոգներ, որոնք արդեն իսկ բժշկական կրթությունով առաջնորդվելով ստեղծել են իրենց կենտրոնները, ստեղծել են մի միջավայր եւ մի մասնագիտություն Երևանում, որը արդեն անվանում ունի պոդոլոգ անվանման տակ, իսկ այն ժամանակ մենք ավելի շուտ ոտնահարդարներ էինք կոչվում կամ էսթետներ, ինչով նաեւ ես ինքս եմ սկսել էսթետիկան բյութի ոլորտում բավականին լուրջ տեղ ունի ու այսօր էլ գնահատված է, սակայն տարբերությունը նրանում է, որ բուժական ոտնահարդարումը մի փոքր այլ է էսթետիկայից։ Եթե մենք հետևում ենք գեղեցկությանը մեր խնամքին,
շատ գնահատելի եւ ողջունելի է, բայց առողջությունը մի փոքր ավելի առաջնային է այսօր։ Այսինքն ունենալ առողջ ոտնաթաթ, ոչ թե միայն գեղեցիկ ոտնաթաթ։ Կոնկրետ ինձ համար առողջ ոտնաթաթը հենց գեղեցիկն է, որը ունի խնդիրներ։ Առավել եւս, երբ որ այդ խնդիրները կենցաղի եւ մարդու կյանքին խանգարում է։ Դրա համար էլ հենց մեր մասնագիտությունն է ստեղծվել, որպես պոդոլոգ մասնագետ, դու ներկայանում ես ոչ միայն կոնկրետ ոտնահարդար կամ բժիշկ մաշկաբան, այլ նաեւ հոգեբան, այլ նաեւ ինչ-որ միտեղ խորհրդատու, այո, որովհետև երբ որ մարդը վստահում է իր առողջությունը ինչ-որ մեկին, միշտ ակնկալում է ավելի դրական ու ավելի ջերմ հարաբերություն։ Իսկ երբ որ դա չի լինում, արդյունքն էլ ինձ թվում է ոչ լիարժեք է։ Իդեպ ինչի չեք խմում սուրճ, ես ձեզ շատ համեղ փարիզյան սուրճ եմ հյուրասիրում։ Շնորհակալություն, Նաիրա ջան։ Ես ժամանակին փարիզյան 5-ը իմ համար սիրելի սուրճ էր։ Իմ ամենասիրելի սուրճն է փարիզյան համար 5-ը։ Ես հավատարիմ եմ տարիներ շարունակ։ Բայց մի փոքր հիմա առողջությանս հետևելով ես ֆիլտրված սուրճ եմ ամփում ու այդ սուրճը պացիենտներիս ասելով մեր քաղաքի ամենահամեղ սուրճն է։ Հա, իդեպ ձեր սուրճը ես էլ եմ խմել եւ շատ համեղ սուրճ է։ Մանավանդ որ ձեր սուրճի հետ միասին դուք տալիս եք շատ ջերմություն։ Փորձում ենք ամեն ինչ ապահովենք, որ մեզ մոտ հյուրընկալած ցանկացած անձ իրեն լավ զգա ու այդ էներգետիկան իր հետ տանի, որպեսզի վերադառնա։ Այո, հիմա վերադառնանք New Age-ին, կենտրոնին։ Ինչու New Age եւ որտեղից դուք որոշեցիք հենց այդ անունը։ Ժամանակին, երբ որ ես էսթետիկայից արդեն փոխվեցի պադոլոգիայի, իդեպ ես ուսանել եմ Մոսկվայում 17, 18, 19 թվականներն էր ու դրանից հետո որոշեցի արդեն ոլորտը փոխել էսթետիկ կենտրոնի։ Բուժական ոտնահարդարումը իդեպ պարտադրում է այդ տիպի կաբինետ, այսինքն միջավայր, որտեղ որ ավելի բժշկական է, ստերիլիզացիան ենք ապահովում, բարձր մակարդակի ուշադրությունը որպես բուժումներ։ Այդ իսկ պատճառով մտքեր կային կենտրոնը ավելի ընդլայնելու։ Այստեղ դուք միջակետ դրեք, մի դետալ ես ասեմ, Երբ դուք ստեղծել եք կենտրոնը, դեռ գործիքները ձեռք չբերած, դուք ձեռք եք բերել ախտահանող սարքավորումները ամենաբարձր որակի, դա խոսում է եւ կենտրոնի մասին, եւ ձեր մասին, որպես հիմնադիր։ Այդպես ճիշտ է, որտեվ եթե չունենանք այդ որակի ապահովագրում ենք, դա առաջինը մեզ։ Այդ որակի, այդ մակարդակի ախտահանում գործիքների հետագայում խնդրի առաջ կանգնելու եմ ես որպես մասնագետ։ Հիմա վերադառնանք New Age-ին։ Նոր տարիք, նոր կյանք, երևի։ Այո, նոր տարիք, նոր կյանք, այստեղ մի փոքր շեղվեմ կոնկրետ մեր ոլորտից։ Իրականում անունը ընտրվել է հենց իմ նոր կյանքին համընթաց։ Պատերազմից հետո, երբ որ որոշում կայացրեցի արդեն կենտրոնը ընդլայնելու եւ իրեն ստեղծելու նոր անունով, մինչ այդ ինձ ուղղակի ճանաչում էին որպես Կարինե Մուրադյան, երբ որ որոշեցինք անվանակոչել, կենտրոնը, ինքնըստինքյան մտքեր եկան, ինչ պրպտումներից երկար մտածելուց հետո ես որոշեցի կենտրոնը անվանել New Age, որը հենց կոչվում է նոր տարիք, որի հետ, այո, հենց իմ նոր կյանքն է, նոր
ապրումները, ինչ որ նոր էմոցիաներ, նոր ապագայի, ոնց որ ասած, նորովի Բայց եթե մենք կվերադառնանք կյանքի ձեր այդ նոր շրջանին, հա, եւ շատ կարեւոր ձեր շրջանին, բայց եթե մենք դուրս գանք անձնավորումից, ձեր կենտրոն մտած ցանկացած մարդու համար, ով գալիս եւ լուծում է իր առողջական խնդիրները, հա, ոտքերի հետ կապված, մատերի հետ կապված, ինքը նաեւ մի նոր զգացողություններով դուրս է գալիս։ Իհարկե, միտքը հենց դրա մեջ է մեր անվանման, որ մենք ինքներս ենք տալիս նոր զգացողություններ, նոր տարիք։ Այո։ Ինձ հետաքրքիր է, անկախ տարիքից մարդկանց։ 20 տարին դա շատ մեծ թիվ է։ Դրա հետևում շատ կատարված աշխատանք է, դրա հետևում վերապատրաստումներ են, դրա հետևում ձեր լուրջ կրթությունն է, հա, Մոսկվայի լավագույն հասցեներում, ինչպես նաև վերապատրաստումները։ Դուք ինչի շնորհիվ եք այնուամենայնիվ այդ 20 թիվը այսօր գրանցել եւ մնացել շուկայում եւ դիմացել մրցակցությանը։ Բավականին բարդ է։ Իրականում գեղեցկության ոլորտում գոյատևելը բավականին բարդ է, առավել եւս առաջ գնալը բավականին բարդ է, ճիշտ եք դուք։ Մի բանի շնորհիվ հաստատ կասեմ, իմ նվիրվածության, իմ գործին եւ նաեւ երևի թե մոտեցման շնորհիվ, այսինքն ես չեմ կարող որպես մարդ արարած իրեն չնվիրվեմ լիովին, իմ գործին չնվիրվեմ լիովին, իսկ եթե դու նվիրվում ես ինչ-որ մի բանի ամբողջությամբ, քո էությամբ, քո աշխատասիրությամբ, քո գիտելիքներով, չստանալ արդյունք մի փոքր դժվար է։ Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, տարիներ շարունակ ես կատարելագործեցի իրեն, այսօր ես մի հատ լեվելի վրա եմ, այսպես ասած, որ ինձ բավարարում է։ Փոքրինչ գիտելիքների համալրում եմ հիմա այս պահին կատարում, որովհետև ես հասկացա, որ բժշկության ոլորտում գոյատևել նաև պետք է լինել ինչ-որ չափ բժիշկ։ Այդ իսկ պատճառով այս պահին ես նաև սովորում եմ։ Բժշկական կրթություն եք ստանում։ Այո, ստանում եմ բժշկական կրթություն, քանզի չունեի, այսպես ասած, բժշկական դիպլոմ։ Բրավո, ես միշտ հիանում եմ ձեզ։ Այո, այսօր ես սովորում եմ Հայբուսակ համալսարանում բժշկական, երկրորդ կուրսում եմ արդեն իսկ, սիրով եմ գնում դասի, բավականին լուրջ եմ մոտենում իմ կրթությանը, չասեմ ինչ հրաշք միջավայրում եմ գտնվում, աննկարագրելի, որտեղ այդ երեխաների հետ ես ոչ միայն մասնագետ, ոչ միայն մարդ, ես նաև որպես Վահեի մամա այնտեղ լիարժեք եմ ինձ զգում իրանց շփումից, մի հրաշք միջավայր է այնտեղ իմ համար։ Լիցքավորվում եք։ Այո, ես լիցքավորվում եմ դրական էներգիայով իրանցից ու դրանից էլ դրթված գալիս եմ աշխատանքի ոգևորությամբ ու փորձում եմ տալ բոլորին այդ դրական էներգիան։ Ձեր կենտրոնը համատեղում է գեղեցկությունը եւ առողջությունը։ Հիմա խոսենք հա ծառայություններից, ինչ ծառայություններ եք դուք մատուցում։ Հիմնական ծառայությունները դա մաշկաբանությունն է, կոսմետոլոգիան եւ պոդոլոգիան։ Այս պահին մեզ մոտ նաեւ աշխատում է մաշկաբան կոսմետոլոգ Անժելան, դոկտոր Անժելան։ Եվ հիմնականում ես որպես պոդոլոգ ունենք էսթետ մասնագետներ, որոնք կոնկրետ զբաղվում են մատնահարդարությամբ,
եւ ոտնահարդարությամբ, բայց էսթետիկայի մեջ։ Մեր էսթետիկ կաբինետում կատարվում են ինյեկցիոն եւ ապարատային պրոցեդուրաներ։ Ինյեկցիաները կատարվում են բարձրորակ եւ լիցենզավորված նյութերով, իսկ ապարատային պրոցեդուրաները վերջի սերնդի սարքավորումներով։ Ինչպես նաեւ մեզ մոտ կատարվում է մաշկի խնամք եւ բուժում բոլոր տարիքային խմբերի համար։ Մենք անդրադառնանք պոդոլոգիային, այ մարդիկ ավելի հաճախ ինչ պոդոլոգիական խնդիրներով են այցելում ձեզ։ Գիտեք, տարբեր են խնդիրները։ Սնկային ախտահարումներով, ներաճած եղունգներով, կոշտուկներով, խնդիրները բազմազան են։ Ես իրականում փորձում եմ փոխկապակցված աշխատել մեր մյուս մասնագետների հետ նաև։ Այդ իսկ պատճառով, երբ որ բուժառում գալիս է մեզ մոտ մի խնդրով, քանի որ պոդոլոգիան, ոտնաթաթի խնդիրը շատ ուղիղ համեմատական կապ ունի մեր օրգանիզմի մյուս մասերի հետ, սկսած ողնաշարի, սկսած մաշկի, այդ իսկ պատճառով փորձում ենք օգնել, ուղղորդել, եթե կոնկրետ խնդիրը մեզ մոտ լուծվում է ոտնաթաթի կամ եղունգների վերաբերյալ, նաև այնտեղ կան էնդոկրինոլոգի խորհրդատվության, եթե կարիք ուղղորդում ենք կամ չգիտեմ, օրթոպեդի, բնականաբար խնդիրները բազմազան են, մենք փորձում ենք ցանկացած բուժառուի տալ լուծում այդ խնդիրների, համ մեր կաբինետում, համ կաբինետից դուրս։ Իսկ որոնք են այն ամենատարածված սխալները, որոնք մարդիկ անում են իրենց ոտքերը խնամելիս։ Համար առաջի տարածված սխալը սխալ կոշիկի ընտրությունն է։ Ցանկացած մարդ պետք է ընտրի հարմարավետ կոշիկ։ Իհարկե, լինելով մի փոքր թիթիզ մարդ, ոնց ես ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ անհարմար կոշիկներ ենք ընտրում, բայց կան կանոններ, անգամ դրա մեջ, եթե պահպանենք, մենք խնդիր չենք ունենա։ Այսինքն պետք է ընտրել կոշիկ համապատասխան ոտնաթաթի չափսին պարտադիր, ձևին, նաև ոտնաթաթի ձևին պարտադիր։ Խնդիրների լուծումը հետագա արդեն մեր կողմից է տրվում, բայց չունենալ խնդիր, դա արդեն անձի ընտրությունն է, պետք է ուղղակի ճիշտ կոշիկ ընտրել։ Մարդկանց ոչ հետևողականությունն է նաև որպես սխալ իմ կողմից դիտարկվում, որովհետև շատ-շատերը բավականին տարիներ շարունակ, բավականին երկար ժամանակ ունենալով խնդիր չեն դիմում մասնագետի, որը դա ամենամեծ սխալն է իրենց կողմից։ Ուշացրած դեպքերը շատ են, բազմազան են։ Նույն եղունգների տրավմաները, երբ որ տարիներ շարունակ մարդը կրում է կոշիկ, ենթարկելով եղունգը տրավմայի, արդեն իսկ պաշտպանողական ռեակցիայով եղունգը հաստանում է։ Իրենք չեն էլ պատկերացնում, որ դա խնդիր է, բայց դա բերում է արդեն դեֆորմացիայի մատրիքսի ինքնըստինքյան լուծում տալ, եղունգ ստանալ նոր առողջ, բավականին ժամանակ է պահանջում մեր կողմից։ Մեր մեծ խնդիրը նաև, որպես մասնագետ նկատառեմ, նաև որ բուժառուների չասեմ մեծ մասը, ես փորձում եմ դա կարգավորել իմ կաբինետում, որպեսզի բուժառուն միշտ վստահի ինձ ու հաճախի, որովհետև դեպքեր ունենք, տարիներ շարունակ օգնության կարիք ունի, բուժման կարիք ունի,
լինում են դեպքեր, որ 1 տարին բավարար չի ստանալ արդյունք։ Այդ դեպքում դուք պետք է նաև կիսով չափ հոգեբան լինեք։ Միանշանակ, որովհետև եթե դու մարդուն չես ճանաչում, փորձում ես արդեն ճանաչել, հա, 1-2 հանդիպումից հետո ու չես կարևորում իր ցանկությունը եւ այդ ամեն ինչը պահել նույն մակարդակի, որ բուժարուն միշտ վստահի ու արդյունքը սпасելիք համբերատար սпасի ու տեսնի, դա բավականին ջանք է պահանջում մեր կողմից։ Ինչպես եք կարողանում ստեղծել այդ փոխվստահելի հարաբերությունները, հա, հաճախորդների հետ, որովհետև ես կոնկրետ ձեր կենտրոնում տեսել եմ հաճախորդներ, ովքեր 20 տարի շարունակ այցելում են ձեզ։ Դուք շատ ճիշտ եք, ու մեկը չի, բավականին քանակ կա այդպիսի, որ հենց 20 տարի ունեմ, որ այցելում են ինձ, ոնց եմ ստեղծում այդ մթնոլորտը։ Ես չեմ կենտրոնանում դա ստեղծելու վրա։ Անկեղծ ասած, ինքը իրանով ստեղծվում է։ Ես փորձում եմ տալ մաքսիմալ ուշադրություն, փորձում եմ տալ մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ, որպեսզի դիմացի մարդը վստահի ինձ։ Դե բնականաբար գիտելիքների ամրությունն է դա բերում նաև, որովհետև եթե չլինենք մենք որպես մասնագետ փորձառու, չենք կարող անգամ վստահեցնել դիմացինին, որ կստանանք արդյունք։ Այո, հենց այդպիսին էլ ձեր New Age-ի այցեքարտն է, պրոֆեսիոնալ, ջերմ եւ հոգատար։ Եթե փորձեմ ես մեկ նախադասությամբ ասել, այդ դուք ինչ եք պահանջում, հա, մնացածներից, ձեր թիմի անդամներից։ Նվիրվածություն գործին, նվիրվածություն իրենց արած աշխատանքին։ Ես այս պահին ասեմ, որ ունեմ շատ հավատարիմ օգնական Հեղինեն, որը իրոք նվիրվել է գործին ու բավականին լուրջ մոտեցում է ցույց տալիս բոլորին անխտիր, զանգերով, իրեն հիշեցումներով, բոլորը շատ դրական են արձագանքում իր աշխատանքին։ Իսկապես շատ լավն է Հեղինեն, շատ հետևողական, ջերմ եւ շատ հոգատար։ Ինձ թվում է այդ հատկանիշներն են հենց մարդու, որ բերում են դրական արդյունքի։ Եվ իզուր չէ, որ այսօր մարդիկ եւ իդեպ ամբողջ աշխարհում ձգտում են փոքրիկ, այսպիսի պրոֆեսիոնալ ջերմ կենտրոններ, քան մեծ կլինիկաներ։ Ճիշտ է, աշխարհում այդ տենդենսը արդեն նկատվում է, որպես բուտիկային, հա, այդպես է կոչվում է, սալոնային բուտիկային, որտեղ դու հանդիպում ես եւ պրոֆեսիոնալիզմի, եւ ջերմության եւ անհատական մոտեցում։ Այո, ավելի անհատական մոտեցում է կատարվում ցանկացած բուժարոյին։ Մի տեսակ բուժարուն արժևորվում է անհատապես հենց այդ միջավայրներում։ Գիտեք, ինձ թվում է մարդը միշտ պետք է արժևորվի ցանկացած միջավայրում, դա իմ կարծիքն է, որովհետեւ եթե ինքը իրոք չի գնահատվում, որպես արարած, այդ անվստահությունը հաստատ միտեղ դուրս է գալիս։ Իսկ այսօր մեր մոլորակի մարդկանց թիվ մեկ խնդիրը մենակության եւ չկոմունիկացվելու խնդիրն է, բայց անցնենք առաջ այ զգացողությունը, երբ այցելում, մանավանդ երկարատև, հա, պրոցեդուրաներից հետո, որոնք ձգվում են երկար ժամանակ, ու ցավոտ, երբիտով փակում է ձեր կենտրոնի դուռը։ Ես միշտ հումոր եմ անում պացիենտների հետ, ասում եմ, մարդ էլ գա իմ կաբինետ, հերիք չի վճարի, հերիք չի ես իրեն ցավացնեմ, վերջում է շնորհակալություն ասի, ժպիտով լքի մեզ, ու նաև վերադառնա։ Ինչ եք զգում։ Երբ երջանիկ փակում են ձեր կենտրոնի դուռը։ Ես բավարարվում եմ, ես շատ եմ բավարարվում ու երջանիկ եմ ինձ զգում, որպես մասնագետ
առաջինը, հետո որպես մարդ, որովհետև մարդը ինչ որ դրական էներգիայով որ գնում է, լքում է մեզ, ինքը միշտ վերադառնում է, միշտ։ Դուք ձեր բնավորության որ գծերին եք պարտական ահա այս 20 տարիների համար հաջողության եւ զարգանալու։ Երևի թե առաջին աշխատասիրությունը, հետո հետաքրքրասիրությունը որպես էակ, որովհետև ես ամենտեղ փորձում եմ պրպտել, ամենտեղ լինել։ Երևի մարդասիրությունը։ Չգիտեմ հիմա ոնց դուք իրենց կդասեք, առաջին, երկրորդ, երրորդ, ամեն դեպքում ես մարդասեր անձնավորություն եմ ու ես բոլորին անցալում եմ ինձ շատ հարազատ։ Վերցնում եմ ինձ շատ մոտ ու հարազատ հոգի, որին է փորձում եմ ամեն ինչ տալ։ Դրանով էլ եւ երևի թե արդյունք եմ ստանում։ Իսկ ինչ է նշանակում բիզնեսում լինել գործարար, հաջողակ կին, մանավանդ Հայաստանում։ Լավ նկատառեցիք մանավանդ Հայաստանում։ Ես չեմ կարող ասել, որ ես շատ այդպես գործարար եւ հաջողակ համարել մասնակի կարամ ինձ գործարար, այդքան էլ գործարար չեմ կարող համարել, ես զբաղվում եմ իմ սիրած գործով։ Փաստորեն ձեր հաջողության բանաձևը զբաղվել սիրած գործով։ Միանշանակ, որովհետև եթե դու չսիրես ինչ-որ որ դու զբաղվում ես, դու լիարժեք չես տրվի։ Իսկ իմ համար դա համար առաջինն է, որ ես լիարժեք տրվեմ իմ գործին ու ես տալիս եմ իմ մաքսիմումը։ Դուք ամեն օր գեղեցկացնում եք կանանց։ Կենտրոնից կինը դուրս է գալիս գեղեցիկ, երջանիկ, ինչպես նաև ինքնագնահատականը բարձրացրած, որովհետև քիչ չեն այդ բոլոր խնդիրները, որոնք գցում են կնոջ ինքնագնահատականը։ Այ ինչն է կազմում կնոջ իրական գեղեցկությունը։ Կնոջ գեղեցկությունը դա ներքինից է։ Իր ինքնաբավ լինելու, իր հոգևոր հանգստության արդյունքում կինը գեղեցիկ է միշտ։ Ես այդպես եմ մտածում։ Արտաքին գեղեցկությունը յուրովի մենք բոլորս տարբեր ենք, ամեն մեկս մեր ինչ որ առավելությունները հա ունենք, բայց երբ որ աչքերը խաղաղ են, երբ որ հոգին խաղաղ է, այդ ինքնաբավ լինելը միանգամից արտացոլում է մեր ֆիզիկականի վրա։ Այսինքն մաշկի գույնից մարդ շատ ավելի գեղեցկանում է, երբ որ հոգին է ինքնաբավ եւ հանգիստ։ Այսինքն ամենակարևորը կնոջ համար դա ներքին ներդաշնակությունն է, չէ՞։ Միանշանակ։ Մենք միշտ ձեզ տեսնում ենք խնամված, գեղեցիկ, շատ ճաշակով հագնված եւ ամենակարևորը դուք միշտ հանրությանը ներկայանում եք էքստրաօրդինար կերպարով, հա, որը ստեղծում եք հագուստի աքսեսուարների միջոցով։ Այ ժամանակին նկարելը, հա, օգնել է ձեզ դրանում։ Երևի թե գիտեք։ Կարծում եմ այո։ Իմ կարծիքով նկարիչները ովքեր արվեստի մեջ են մարդիկ, հա, ովքեր արվեստի մեջ են, մի փոքր ուրիշ տեսքի եւ ուրիշ մտածելակերպ մարդիկ են։ Ես այդպես եմ կարծում։ Քառակուսիներից դուրս են նախ մտածում։ Միանշանակ։ Հետո գույների են ավելի մտածում միգուցե։ Դա էլ հենց օգնել է իմ կերպարի ստեղծմանը։ Ես հատուկ ոչինչ չեմ անում, ճիշտն ասած։ Ես կրում եմ այն ինչ ինձ դուր է գալիս, միշտ ընտրում եմ այն գույները, որոնք ինձ ուղղակի ինձ սազում են, ես իմ կարծիքով։ Միգուցե ուրիշի համար այդպես չի, բայց շատ վառ գույների սիրահար չեմ եղել երբևիցե։ Երևի իմ կյանքի միակ վառ գույնը դա կարմիրն է, որը որպես աքսեսուար ակնոցներից մեջ է։ Շատ սիրուն են ձեր ակնոցները եւ ձեզ շատ սազում են։ Հագուստի մեջ չէ, հագուստի մեջ ես ավելի sense մի փոքր մեղմ երանգների սիրահար եմ։ Իսկ այդ ձեր զգեստապահարանի պարունակությամբ դուք ինչ կին եք ուզում հանրությանը ներկայացնեք։ Ես ներկայանում եմ իմ էությամբ, ոնց այդ պահին ես զգում եմ։ Իսկ այ որքանով է ձեր կերպարի կառուցման գործում դերը ձեր դստեր, ով դիզայները։ Բավականին ասեմ։ Բաներ եթե կան, որ ես պետք է քննարկեմ, միանշանակ իրեն հետ եմ քննարկում, սկսած հագուստից, մեզ մոտ այդպես է, մենք շատ լավ ընկերներ ենք, մինչ մայր աղջիկ լինելը, մենք բավականին
կիսվում ենք մեր մտքերով ու լիքը քննարկում ենք, սկսած հագուստից, բնականաբար հարցումը առաջին սիրան ինձ սազում է թե ոչ։ Աղջիկս հետաքրքիր կերպար է, հա։ Շատ հետաքրքիր կերպար է ինքնին, դե արվեստի մեջի մարդ բնականաբար լրիվ աշխատում ստեղծագործում է Իսպանիայում, լրիվ ուրիշ մտքերով, լրիվ ուրիշ էության մարդ։ Ինքը այս պահին, այո, աշխատում է Իսպանիայում, սովորեց, մագիստրատուրան ավարտեց Իսպանիայում, ապրում է Բարսելոնայում առայժմ։ Հետագայում արդեն ավելի ճանաչված մասնագետ որպես, հա, ավելի ճանաչված կլսենք մի օր իմ աղջկա մասին։ Այսօր ինքը ունի իր ստեղծած բրենդը, Քարերենը։ Իդեպ ես ինքս սիրում եմ մեր հայկական տարբեր բրենդներ կրել եւ նախընտրում եմ առաջինը իրենց։ Ես նկատում եմ ձեր վրա բոլոր աքսեսուարները։ Իսկ աղջիկս ինքը ստեղծում է աքսեսուար, օղեր մեր Սևանա լճի ափերից մեկի շորժայի քարերից ստեղծագործում է քարերի վրա, բավականին գեղեցիկ ու հաջողված։ Հուսանք ավելի կլսենք դեռևս իրեն մասին որպես բրենդ։ Բրավո։ Հիմա անդրադառնանք ձեր մյուս գործունեությանը, բայց նախ իմ խոնարհումը եւ հարգանքը ձեզ որպես մարդ, ով դաստիարակել է որդի Վահե Եղիկյանին, ով անմահացավ 44-օրյա պատերազմի ժամանակ հերոսաբար, տալով հայրենիքին ամենաթանկը, իր կյանքը։ Դրա հետևում ընտանիքի արժեքներն են, դաստիարակությունն է եւ ամեն ինչն է, խոնարհումս եւ հարգանքս ձեզ այս տոնական օրով մենք չէինք կարող սրա մասին չխոսել, որովհետեւ դա ձեր կյանքն է, ձեր կյանքի մի մասն է եւ մոր կերպարն է, ով դաստիարակել է նման որդի, կրկնվում եմ, բայց շատ հուսված եմ։ Այ որտեղից եք դուք հիմա ուժ գտնում շարունակել ձեր կյանքը։ Պատերազմի օրերին, երբ որ մենք դեռևս փնտրում էինք Վահեին, ես մտածում էի, ավելի շուտ չէի մտածում, միգուցե ես նաեւ կասեմ, որ մահացել եմ ինչ-որ չափ, հետո վերակենդանացել։ Այդ ուժը, որը այսօր ինձ առաջնորդում է, հենց երևի թե Վահեի ուժն է, որը իմ ներսում կա։ Ինքը կենդանիներից կենդանի է, ավելին ասեմ, իմ մեջ ինքը ապրում է ու ապրելու է միշտ, քանի դեռ ես շնչում եմ։ Դա է, որ երևի թե ինձ առաջնորդում է քայլել առաջ։ Դուք նաև հետո ստեղծեցիք Հավերժ հասարակական կազմակերպությունը եւ ամուր կանգնեցիք բոլոր որդեկորույս կանանց կողքին եւ ըստիս դա շատ կարեւոր մի կառույց է։ Այդ միտքը հասարակական գործունեությունով զբաղվելու եկել է հենց այդ ժամանակ, երբ որ ես նոր գտել էի Վահեին ու ինչ որ ձև, որպես մարդասեր մարդ, փորձում էի օգնել ինձ նման մարդկանց։ Միտքը այդպես է ծնվել ու ծնվեց Հավերժը։ Ասեմ ավելին, ես անձամբ շնորհակալ եմ նույն մեր մամաներին, որտեղ այդ փոխադարձ օգնությունը իրականում հոգեբանության մեջ կա, դա աշխատող գործիք է մարդու վերածնունդի։ Երբ որ մարդ փորձում է իր նմանին գտնել եւ իր նմանի հետ շփվել, ավելին ասեմ, փորձի փոխանակում ունենալ, փոքր sense մասնագիտական, հա, ասեմ, դա բերում է դրական արդյունքի։ Այդպես է։ Մենք ձգտում ենք մեր նմանին, որովհետև մենք հասկանում ենք, որ մեզ հասկանալու է հենց ինքը, դիմացի մայրը։ Դրանով իսկ պայմանավորված մենք գնացինք ավելի մի փոքր պրոֆեսիոնալ դաշտ, սկսեցինք շփվել հոգեբանների, հոգեբուժների հետ, որը դառավ արդեն որպես գործ։ Ստեղծվեցին խմբեր մամաների կողմից, որոնք փող հարաբերության մեջ մամաների հետ կարողացան օգնել միմյանց, որը նաև տվեց արդյունք։ Այդ recovery գաղափարը, որը ուներ արդեն
Լիլիթ Բաղդասարյան հոգեբան, ավելի մասնագիտական ոնց որ դարձրեց մեզ։ Ու դրանով էս իսկ ոգեշնչեց բոլոր մայրերին, կյանքի կոչեց բոլոր մայրերին, որտեղ իրենց օգտակար զգացին։ Իսկ մարդը երբ որ իրան օգտակար ազգում, դա էլ հենց շարժիչուրն է կյանքը շարունակելու։ Եվ հետո իրենց որդիները զոհվել են, որ ապրեն մարդիկ եւ առաջին հերթին իրենց մայրերը։ Ոնց ես միշտ ասում եմ, առաջինը հենց մենք ենք, որ պետքա ապրենք լիարժեք ու բավարար կյանքով, որտեվ մեզ համար են մեր տղաները զոհել իրենց, նվիրել իրենց կյանքը։ Ես գիտեմ, որ դուք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան ձեր մեջ գրում եք Վահեին եւ ինքը կա։ Այ ինչ ամենաշատը կցանկանար Վահեն, որ դուք շարունակեիք անել։ Ապրել, չէ՞։ Միանշանակ ապրել։ Հնարավորինս ապրել երջանիկ։ Իհարկե դա անհնար է, որովհետեւ մենք արդեն լիարժեք չենք։ Չկա այդպիսի մայր, չկա այդպիսի ծնող, որը իրեն կհամարի լիարժեք այս տիպի կորուստից հետո, հա։ Սակայն գտնում ենք ելքեր ապրելու արժանապատիվ, արժանավայել։ Ես տրվել եմ իմ գործին, ես տրվել եմ իմ այդ առաքելությանը ու դրանով իսկ ինձ բավարար եմ զգում ու համարում եմ, որ դա հենց Վահեի շարունակությունն է։ Դուք շատ սիրուն պուրակ եք ստեղծել իր հիշատակի համար, շատ հետաքրքիր գաղափար է եւ հենց այդ կոնցեպտի մեջ է, ինչ կոնցեպտի մեջ է եղել Վահեն եւ ինչ կոնցեպտի մեջ եք դուք ապրելու։ Այո, պուրակը ստեղծվեց հենց այդ գաղափարի շուրջ, որ այնտեղ ցույց տանք կյանք, ցույց տանք երջանկություն, դրական էներգիա, որտեղ որ մարդը գալով, նստելով ստանում է դա ու ես վստահ եմ, գիտեմ, բոլորը հետո արձագանքում են, ասում են, որ գիտեք, որ մենք գտնվում ենք այնտեղ մի հրաշք միջավայր է, մի հրաշք էներգետիկա կա։ Հենց միտքը դրա մեջ էր, կյանքի շարունակությունը, որտեղ որ բուսականություն կա, որտեղ որ իրական կյանքն է։ Եվ կյանքը այնուամենայնիվ պետք է սիրել եւ ապրել։ Միանշանակ, առանց դրա հնարավոր չէ, պահելով մեր ներսում մեր տղաների վառ հիշատակը ու շնորհակալ լինելով իրենց, մենք այդպես էլ ապրում ենք։ Շատ շնորհակալություն Կարինե ջան, այս գեղեցիկ զրույցի համար եւ առաջինը ձեր լինելու համար, որովհետեւ դուք յուրաքանչյուրի կյանքում գույն եք, շատ սիրուն, տաքուկ, վառ գույն եւ իհարկե մեր երեկոյի ավարտին ես ուզում եմ կանանց ասել, որ կինը սեր է, կինը գույն է, կինը ջերմություն է։ Ուրեմն մենք կին մնանք այսօր վաղը եւ մնացած բոլոր օրերին կին մնանք ի հեճուկս ամեն ինչի։ Ահա այս էր այսօրվա մեսիջը, որ տրվեց մեր հյուրի կողմից այս ճգնախ կնոջ։ Եվ իհարկե ամենավերջում ձեր մաղթանքը հա կանանց եւ հատկապես որդեկորից մայրերին։ Շնորհակալ եմ Նայարա ջան, հյուրընկալելու ինձ ձեզ մոտ։ Շատ հաճելի, շատ դրական էներգիայով լիցքավորեցիք դուք ինձ այսօր։ Իմ մաղթանքը կանանց հետևյալն է. եղեք լիարժեք, եղեք երջանիկ, եղեք սիրված եւ սիրեք։ Իսկ հատկապես որդեկորուս մայրերին ցանկանում եմ, որ իրենց ներսում պահելով իրենց տղայի հիշատակը միշտ գնան առաջ ու փորձեն թեկուզ եւ մի փոքր դժվար, բայց ժպիտով քայլել ու նայել առաջ, ապագային, որովհետեւ իմ կարծիքով մեր տղաները միայն դա են ուզում, մեզ երջանիկ տեսնել ժպիտը դեմքներից։ Հանդիպման վայրը Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց, շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Այստեղ ամեն պահ հիշարժան է։